Ձեր ընտանիքը համալրվել է եւս մեկ նոր անդամով, շնորհավորում եմ ու պատկերացնում, թե ինչպես եք ամեն օր հավաքվում նրա շուրջ, տնտղում նրան ու հաճախ կրկնում. ինչ փոքրիկ է նա, ինչ թույլ, անպաշտպան, ոչինչ չի կարողանում անել։ Ինչ? Ոչինչ չի կարողանում անել, թույլ է ու անպաշտպան, այդ ով ասաց։ Հաջորդ տեսանյութն իսպառ կվերացնի այդ թյուր կարծիքն ու կպարզաբանի նորածիններին առնչվող որոշ հարցեր։ Չաղմկել, տարածքում քնած մարդ կա։ Այո, մարդ, փոքրիկ է, բայց լիարժեք մարդ է։ Տեսեք, թե քանի գործողություն է նա կարողանում անել։ Լաց է լինում։ Ոմանք ասում են նորածիները լաց են լինում ձայնը բացելու համար։ Անհեթեթ վարկած է։ Լաց են լինում, որովհետև կամ սոված են, կամ գազիկներն են տանջում, կամ կեղտոտել են համապատասխան վայրում, կամ պահանջում են գրկել։ Տվյալ դեպքում այս փոքրիկն ուտել է ուզում, կերավ, հանգստացավ։ Ահա եւս մեկ բան, որ նորածինները կարողանում են անել՝ բռնել ծծակը եւ ուտել։ Ինչ վատ կարողություն է։ Նախաճաշն ավարտելուց հետո մեր փոքրիկը պահանջում է գրկել իրեն ու ման տալ։ Ընթացքում նա զկրտում է։ Կարող է նույնիսկ փսխել, մի բան, որը վախեցնում է որոշ ծնողների։ Պետք չէ վախենալ, դա նույնպես փոքրիկների կարողություններից է։ Այդ ճանապարհով նրանք ազատվում են ավելորդ գազիկներից։ Ասում են նորածինները թույլիկ են ու անպաշտպան, եւս մեկ անհեթեթ համոզմունք։ Այո, նրանց ոսկորները դեռ նուրբ են, բայց փոխարենը շատ ճկուն են։ Տեսեք, թե այս 50 օրեկան փոքրիկն ինչպես է բարձր պահում իր պարանոցը փորի վրա պառկած դիրքում։ Սա բնազդ է, որը պաշտպանում է նորածիններին խեղդվելուց։ Եթե նորածիններն այնքան թուլիկ լինեին, որքան որ մենք ենք նրանց պատկերացնում, նրանք պարզապես չէին կարողանա հաղթահարել ծննդաբերական գործընթացը, իսկ որ նրանք թույլիկ չեն, ապացուցում է թեկուզ այս տեսարանը։ Փոքրիկն այնքան ամուր է բռնել խաղալիքը, որ անհնար է խլել այն։ Շարունակենք ուսումնասիրել նորածինների կարողությունները։ Դրանցից մեկը հենց հիմա ձեր աչքի առաջ է։ Նա ժպտում է։ Նորածինները նույնիսկ քնած ժամանակ են ժպտում։ Արդեն մի քանի ամսական փոքրիկը կարողանում է այսպես ասած գիտակցաբար ժպտալ։ Մասնագետները դա կոչում են յուրատեսակ շփման միջոց։ Այդպես նրանք ցույց են տալիս, որ ճանաչում են հարազատ մարդկանց ու ապահով են իրենց զգում։ Վայ, նա նորից քնեց։ Հոգ չէ, ուսումնասիրենք փոքրիկին քնած ժամանակ։ Մեր փոքրիկի այտերը գեղեցիկ վարդագույն երանգ ունեն, բայց պատահում են նաև փոքրիկներ, ովքեր ալկարմիր այտեր ունեն։ Ոմանց կարծիքով դա լավ առողջության նշան է։ Իդեպ, ոչ միշտ։ Ալկարմիր այտերը կարող են նաև ալերգիայի ահազանգ լինել։ Ուշադիր եղեք։ Իսկ մեր փոքրիկը դեռ քնած է։ Տեսեք, բերանը բաց է պահել։ Նման բան տեսնելով ծնողներն անհանգստանում են, ենթադրելով, թե երեխան խնդիրներ ունի ինտելեկտի հետ, բայց միշտ ապեք ենթադրություններ անել։ Շատ դեպքերում երեխաները բերանները բաց են պահում միայն այն պատճառով, որ դժվարանում են շնչել քթանցքներով։ Պետք է պարզապես մաքրել դրանք։ Մեր փոքրիկի մայրիկն այդպես էլ անում է։ Ճիշտ է, ճստիկը մի քիչ դժգոհում է, բայց վայրկյաններ անց նորից սկսում է խաղալ ու ակտիվանալ։ Տեսեք, նա կարողանում է քայլ գցել։ Դա էլ մի յուրօրինակ ունակություն է, որն ի հայտ է գալիս նորածինների մոտ ծննդյան առաջին իսկ օրերից։ Դե ինչ, հիմա էլ կասեք, թե նորածինները թույլիկ են ու որևէ բանի անընդունակ։ Ինչպես տեսակ, դա այդպես չէ։ Նրանք ծննդյան առաջին իսկ օրից ապշեցնում են մեզ իրենց փոքրիկ գործողություններով, իսկ ապրված յուրաքանչյուր օրը հարստացնում է նրանց ընդունակությունների պահոցը եւս մեկ զարմանահրաշ արարքով։ Հետևեք ու վայելեք։